Փաստորեն ակնարկում է, որ ազգային ժողովը նստած է մարդասպան կամ ազգային ժողովն ինքը նստած մարդասպանության օջախ։ Եթե կա խնդիր, խնդիրը պետք է զբաղվեն իրավապահները։ Իսկ այստեղ շոուներ անեն դեռ չի։ Կա խնդիր, եթե խնդիր կա, պետք է զբաղվեն իրավապահները։ Իսկ ով ինչ կարդա այստեղ վարման կարգով խոսի, կարծում եմ որևէ մեկից այդ ձեր նշած պատգամավորիչներից չի, որովհետև շատերի մասին շատ բան կարող է գրել։ Ես ոչ հաստատողն եմ, ոչ փաստաբանն եմ, ոչ էլ երկրն եմ։ Դրա համար մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ կա իշխանությունների տարանջատման սկզբունք, մինչև ձեր նշած պատգամավորի հայտարարությունը, մամուլը արդեն նմանատիպ հրապարակման հանդես է եկել, եւ ես կարծում եմ, որ մամուլի ցանկացած հրապարակում բնականաբար իրավապահ մարմինները ուշադրությամբ պետք է դրեն։ Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրավապահ մարմինները իրենց վերադրված լիազորություններն ու պարտականությունները շատ լավ գիտեն, եւ ես չէ որ պետք է ասեմ իրավապահ մարմինները ինչ պետք է անեն, ինչ չպետք է անեն։ Ես նկատում եմ որպես ինֆորմացիայի տիրապետող։ Ես պատասխանեցի։ Դուք որպես հանրապետական խմբակցության ղեկավար, ինչպես է ղեկավարը հարգելի բան ղեկավար չէ, անդամ, ինչպես է խմբակցությունը գնահատում, որ իր խմբակցության անդամի անունը կապվում է նման աղմկահարույց սպանության։ Ուրեմն քաղաքականությունն այնպեսին է, այսօր ամբողջ աշխարհում էլ այնպես է։ Եթե հետևեք Թրամփ եւ Քլինտոն դեբատներին, կզգաք, որ նույնիսկ Եվրոպայի աշխարհի ամենազարգացած ժողովրդավարական երկրում նախագահի երկու ամենահավանական տեխնացուները ինչի մեջ ասած իրար չեն մեղադրում։ Դրա համար դա նոր երևույթ չի քաղաքականության մեջ։ Երբ որ մեղքը կլինի, կհաստատվի, այն ժամանակ կխոսենք։ Իսկ առհասարակ ժողովրդավարության մեջ գործում է անմեղության կանխավարկածը։ Իսկ քաղաքական հարցեր տվեք։ Հիմա քաղաքական հարցում տալիս, իսկ հարկի ես վերջին հայտարարությունը կարդացի։ Բարոյական իշխանապողության գնան 2017 հայաստանին կոնգրես։ Իրանք իրաց մեջ, ուզում են Լևոն Զուրաբյանի փոխել ուրիշների ֆրակցիայի նախագահ։ Չէ։ Բա Իրենց իշխանությունից ուզում են թող հեռացնեն։ Ոնց եք վերաբերվում իշխանությունից հեռանալուն։ Ժողովուրդը եթե որոշի որ հեռանան, կհեռանան։ պատրաստ, հա? Հայկական պատրաստ են դրից Ժողովուրդ ջան, պատրաստ չպատրաստնելով չի, քաղաքականության մեջ ընտրությունների միջոցով են ձևավորվում իշխանությունն ու դիմությունը։ Անկախ հակի ու հանրապետականի ցանկությունից, անկախ Բարգավաճի օրինաց երկրներին կներեք ինչ են դառը վերածնունդի ցանկությունից, անկախ նոր բացված կուսակցությունների ցանկությունից, այդ տարբեր ներկա նախկին պաշտոնյաների ամբիցիաներից ժողովուրդը, հանրությունը իր ընտրությամբ կորոշի ով կմնա իշխանություն, եթե կմնա, ով կգա իշխանություն, ով կմնա ընդդիմություն, ով կմնա Պարոն Շարմազան, ուրի վանկյաց, դուք դեպք հիշում եք 1995 թվականի տեսքում, երբ ժողովուրդը որոշի։ Այո։ Օրինակ 99 թիվը, 2003 թիվը, 2007 թիվը, 8 թիվը, 13 թիվը, 12 թիվը, այս նոր ընտրությունները, թիմ ընտրությունները։ Մեզ կմեն այո, հանրաքվեներ։ Ես չեմ ասում, որ թերություններ չեն եղել։ Իհարկե թերություններ եղել են, բայց այդ թերությունները էականորեն ազդել են ընտրությունների արդյունքները, դրա մասին պետք է խոսենք։ Իսկ այդ հայտարարությունների անող ուժերին կխնդրեի նախ եւ առաջ իրանք իրաց մեջ տեսնեն խնդրեմը։ Մենք տեսանք, որ այո, ընդդիմության մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց իշխանությանը, բայց ձայն չտվեց ձեր նշած ուժերին։ Միգուցե իրենք հոգեվարքի մեջ են, իրանք ֆիասկոյին։ Նաև դիմադրություն, մենք տեսանք, որ Բարգավաճի ձայն տվեցին Գյումրիում, Գալային ձայն տվեցին Գյումրիում, Վերածնունդի ձայն տվեցին Գյումրիում այդ ընդդիմադիրներից, Վանաձորում լուսավոր Հայաստանը լուրջ ձայներ հավաքեց, էլի Վերածնունդը հավաքեց, Բարգավաճը հավաքեց ընդդիմությունից, բայց ձեր նշած քաղաքական ուժը ոչ այնտեղ հավաքեց, ոչ այնտեղ, ոչ միայն ձեր նշած քաղաքական ուժը այսօրվա մեր հարգարժան գործընկերն է, որը որ հայտարարությամբ հանդես է գալ վարման կարգի վերաբերյալ, գիտեք ինչ կա, ու պետք է նախ կոմերց խնդիրները տեսնել, որ դուրս գա սենսացիոն հայտարարություններ անել։ Եթե բոլոր ընդդիմադիրները Ինչ? Այսինքն քաղաքական հոգեվարքի։ Ես չասեցի հոգեվարքի մեջ է, հոգեվարքի մեջ չի։ Համենայն դեպս ճգնաժամի մեջ է։ Մի քաղաքական ուժ, որը որ մասնակցում է ընտրություններին եւ երկու տեղն էլ անհաջողություն է մատնվում, բնականաբար ինքը խնդիրներ ունի։ Հիմա եթե ասեմ հանրապետականում խնդիրներ չկան, դուք լավ չեք ծիծաղի։ Քաղաքական ուժերի միավորում այսպես Նաև համախմբումն է փորձում միանում։ Ինձ թվում է առհասարակ միանում են նրան, որ ամենաազդեցիկն է։ Գոնե թիմ ընտրությունները ցույց տվեցին։ Սա այն փորձագիտական կարծիքներ, որպես հանրապետականներ չեմ ասում, հետո մեր կուսակցության վրա չկցեք։ Սա այն կարող որպես Էդվարդ Շարմազանը։
առհասարակ քաղաքականության մեջ եւ իշխանությունը ձևավորվում է իշխանական ուժերը ամենաազդեցիկ քաղաքական ուժի շուրջ եւ նաեւ ընդդիմադիր դաշտում։ Մի դժբախտաբար ասեմ, թե բարեբախտաբար ասեմ, բայց փաստը հետեւյալն է, որ ոչ համախմբումը, ոչ ՀԱԿ-ը այս պահին ընդդիմության ամենաազդեցիկ ուժը չեն, գոնե այս պահին։ Այսինքն ի՞նչն է ցուցանիշը։ Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունները երկու տեղներ, երկու կուսակցություններ մասնակցեցին, բայց մենք տեսանք, որ ընդդիմադիր դաշտից առնվազն 3-4 կուսակցություն եղան, որոնք դեռ այդ կուսակցությունից ավել ձայն հավաքեցին։ Վաղը կլինի, թե չեն լինի, չգիտեմ։ Չեմ կարող գուշակություն անել, վանգան չեմ։ Պարոն Շարմազանov, իսկ ընդդիմադիրները եթե բոլորը միավորվեն, ընդդիմադիր բոլոր ուժերը միավորվեն, ՀԿ-ի շանսերը ո՞նց է գնահատում։ Երեխեք ջան, կմիավորվեն այն ժամանակ կխոսենք։ Բայց ես մշուշոտ եմ համարում, որ ընդդիմադիր բոլոր ուժերը միավորվեն, որովհետև այսօր արդեն ընդդիմադիր ուժերից մի քանիսը գոնե մեկը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում միավորվել ՀԱԿ-ին։ Հետո ընդդիմադիր մեր ուժերը չպետք է միավորվեն, ու Պրիչովսկին դուրն եկավ, Օվալավը։ Պետք է գաղափարի շուրջ ողորն է այդ գաղափարը։ Այսինքն իշխանությունը ակտիվ կամ ինչ անել է, որպեսզի այդ միավորումը չլինի, իշխանափոխությունը չի կարող գաղափար լինի։ Մեհեր ջան, լուրջ լրագրող ես, ոչ էլ նպատակ։ Այն երկրներում, որտեղ միավորումներ հարցը տվել է, թույլ տվեք պատասխանը։ Այն երկրներում, որտեղ ընդդիմությունը միավորվում է ոչ թե հանուն գաղափարի, այլ ընդդեմ, ոչ թե ծրագրային բազիսի հիման վրա, այլ միայն որ հանրապետականը կամ չգիտեմ ՀԱԿ-ը կամ մեկ այլ կուսակցություն չլինի, այդ ընդդիմությունը թեկուզ եթե հասնի հաջողության, հետեւական պրոցեսներում ինքը փոշիանալու է։ Ես ինչու եմ այսպես ասում։ Լավ, վաղը գնում ենք ընտրության։ Դու Մհեր Արշակյանը ձայն պետք է տաս այս կամ այն ընդդիմադիր ուժին, որոշել որ Շարմազանը վատն է ձայն չես տալու։ Աստվածքով դա քո խնդիրն է, ես հարգանքով եմ վերաբերում։ Հա, ՀԱԿ-ը եվրասիական կողմա կվերակել։ Ժառանգությունը դեմ է կվերակել։ Ես չգիտեմ, լուսավոր Հայաստանը էլի կողմ չի, բայց մարդիկ դրա համար են չկվերակել։ Բայց քո արտաքին քաղաքական դոկտրինը պետք է լինի առաջնային, ամբողջ աշխարհում ընտրում են կուսակցությանը նաև հաշվի առնելով, եթե ոչ առաջին հարթ անվտանգությունն է, ներողություն, դուք տոլերանտ եք գերի հանդեպ, գերի, իսկ Բաբուխարյանը տոլերանտ չի գերի հանդեպ, բայց դուք համագործակցում եք։ Ես բոլոր հակաքրիստոնեական եւ հակահայկական երևույթների նկատմամբ ու չասեմ տոլերանտ չեմ, բայց այնուամենայնիվ չեմ ողջունում։ Հիմա սա դնենք եւ կարծում եմ, որ այս դալիճը եւ այնտեղը չի, որ պետք է իմ ասածը այդքան փոքրացնենք, բերեք իշում մի հատ փոքրամասնության։ Դուք համագործակցում եք։ Ում հետ ենք համագործակցում։ Համագործակցում ենք, որովհետեւ մենք Հայաստանի արտաքին քաղաքական դուրնորոշումը, Հայաստանի ապագայի հետ կապված ունենք ավելի շատ ընդհանրություններ, քան ունենք տարաձայնություններ։ Բայց եթե ընդդիմադիր ուժերից մի քանիսը հայտարարում են, որ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանք բացառապես վնաս են բերում Հայաստանին։ Եվ ընդդիմության մի շատ լուրջ զանգված, գոնե այս դահլիճում, լրիվ հակառակն է մտածում եւ անում։ Դուք ո՞նց եք պատկերացնում նրանց միավորվում։ Ընդհանրապես մի հարց է։ Իսկ եթե կմիավորվեն, շատ ավելի պայծառ, ինչ ա եղել։ Մենք առհասարակ Հայաստանում կուսակցությունների խոշորացման, դասական, քաղաքական պայքարի կողմնակից են, որտեղ լինի, այո, ոչ թե կուսակցությունը անունով գրած, ով առավոտը արթնանա կամ գործիցանի որոշի կուսակցություն ստեղծի, այլ կուսակցությունների կենսունակությունը որոշում է նրանց տեղական դիմընտրությունների մասնակցությամբ, տեղական կառույցներով, գաղափարախոսությամբ, սա է խնդիրը։ Ժամանակը սա մի փուլ է, որ էլի կասնենք, ինչպես Սողոմոնի իմաստունն է ասում, սա էլ կասնենք։ Իսկ վաղը ինչ կլինի, ինչ չի լինի, ժողովուրդ ջան, բնականաբար հիմա նախընտրական խոստումները, նախընտրական այդ հայտարարությունները իրանք շատ ավելի շատ են լինելու, բայց դու գոնե այսօր երկու կուսակցության անուն եք տալիս, որոնք գոնե ընդդիմադիր դաշտում այսօր լիդեր չեն։ Վաղը կլինեն, թե չլինի, իրանց աշխատանքից է կախված։ ՀԱԿ-ի վրա շատ եմ կասկածում, որովհետև ՀԱԿ-ը միավորելու համար նախ եւ առաջ պետք է ինքը իր խմբակցությունը միավորի։ Իր խմբակցությունում փաստացի 3 падգամավոր այլևս ՀԱԿ-ում չէ։ Փաստացի ոչ Լյուդմիլա Սարգսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ պարոն Հրանտ Բագրատյանը։ Պայքարը գնալու է ոչ միայն ընդդիմություն իշխանություն, այլ գոնե Վանաձորի եւ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ տրամաբանությունը
Լինելու է ոչ թե ընդդիմություն իշխանություն դաշտում, այլ ընդդիմություն, որովհետև այսօր ընդդիմադիր կուսակցությունների մեջ ցելա վասկարշավ կան մրցապայքար, թե ով ավելի լավ կհայհոյի, ով ավելի լավ կքննադատի, ով ավելի ուժեղ ընդդիմադիր, ով կվազի ընդդիմադիր, մեկը մյուսի վրա կոմպրոմատների պայքարացում հենց ընդդիմության մեջ։ Եվ այս ամենից հետո նոր պարզ կդառնա։ Մենք տեսանք չէ Վանաձորում, թեկնածուներից մեկը բառացի, այդքան հանրապետական ինչ կպավ, ինչքան կպավ Էդմոն Մարուկյանը։ Հիմա Վանաձորում հանրապետականը ինչ արեց, ոնց այդ ընտրությունը։ Եվ անգամ այդ դեպքում շատ քիչ չեն հավաքել։ Բայց են ասում, էլի իրանք հետ են ասում։ Եվ ընդհանրապես քաղաքագետները իշխանությանն են հենց մեղադրում ընդդիմադիր դաշտը ամայացնելու, ընդդիմությանը բոլոր տնտեսական լծակներից զրկելու եւ ընդդիմությունը փող չունի կարծես։ Եվ ո՞նց աշխատի, փող չունի։ Այս կամ այն օլիգարկիկ Քաղաքական ընդդիմությունը փող չունի։ Հանգութական, հանրապետական ռեսուրսների։ Դու հավատում ես քո ասածին։